Բարերեկոս եւ բարեկամներ, դուք դիտում եք Ամեկլոսի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, Պետրոսյան, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Դուք իրավաբան եք, իրավագետ եք, բայց ես այնուամենայնիվ առաջին հարցերը ուզում եմ տամ տնտեսական իրավիճակի մասին։ Բացասական գնահատականներ հնչում են եւ հնչում են նաեւ արտասահմանյան փորձագետների կողմից հաշվի առնելով համախառն ներքին արդյունքի մեր տվյալները վերջին ուրեմն ամիսների եւ ինչպես նաեւ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի գնաճը եւ մնացած բոլոր տվյալները, որոնք օբյեկտիվ տեղանան պաշտոնական, ինչ կարող եք ասել, իսկապես մեր վիճակը աղետալի է թե ոչ։ Ես մի քանի ամիս առաջ Փարիզում էի եւ ազգային ժողովի նիստերին մասնակցեցինք 3 հոգի Ֆրանսիայի պատվիրակություններ հանդիպումներ ունեցանք ֆրակցիաների ներկայացուցիչների հետ եւ այլն որտեղ մեզ ասեցին որ ճգնաժամը տնտեսական ֆինանսատնտեսական ճգնաժամը Ֆրանսիայում դեռ չի ավարտվել ընդհանրապես սրվում է եւ իրենք մշակել են մի ծրագիր առաջիկա 3 տարիների համար միջոցառումների ծրագիր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար ես ասեցի որ մեր ղեկավարությունը կոնկրետ դեպքում կառավարությունը հայտարարում է որ մենք արդեն իսկ ճգնաժամից դուրս ենք եկել եւ գնում ենք առաջընթացի ճանապարհով եւ այլն նրանք ոչինչ չասացին բայց ես հասկանում եմ թեկուզ եւ տնտեսագետ չեմ որ իսկապես դեռ Հայաստանը նույնպես այդ տնտեսական ֆինանսական ճգնաժամից դուրս չի եկել եւ այդ մասին են վկայում ձեր ասած այդ տվյալները որոնք իհարկե որպես իրավաբան ոչ թե որպես տնտեսագետ ես որոնց քաջածանոթ չեմ բայց դա զգում եմ այն տնտեսական իրավիճակից գների թանկությունից գների բարձրանալուց փոխանակիչներու բարձրանալուց եւ այլ եւ կարծում եմ որ այն բոլոր միջոցառումները որոնք արդեն իսկ ձեռնարկվել են դեռ հաջողությամբ չեն պսակվել եւ կառավարությունը պետք է որ ձեռնարկի նոր միջոցառումներ այդ ճգնաժամը հաղթահարելու համար մյուս կողմից ես կարծում եմ որ կան երկրներ որոնց պետք է հետևի Հայաստանը եւ վերևից կարգավորի գները որովհետեւ բնակչությունը այս վիճակով այլևս անհնար է չի կարող շարունակվել կարգավորի ինչ որ չափով ստեղծվի մի հանձնաժողով կամ կա այդպիսի հանձնաժողով որը այդ տնտեսական մենաշնորհի հետևանքով գների բարձրացումը կանխի ուղղակի որոշ ապրանքների գծով բնակչության համար կենսական նշանակություն ունեցող սահմանի բարձրագույն գները մաքսիմում գները որպեսզի դրանից ավել այդ մենաշնորհ իրականացնող ներկրողները կամ արտադրողները եւ այլն չբարձրացնեն գները թող շահույթը նրանց լինի ոչ թե ասենք 10% կամ 20-30%, այլ լինի 2% կամ մի խոսքով պետք է պետության միջամտությունը իմ կարծիքով իհարկե որպես իրավաբան եմ ասում պետական միջամտություն այդ գների կարգավորման հարցում այդ միջոցները հակաշուկայական չեն լինի այսինքն քանի որ շուկան է կարգավորում հիմա ամեն ինչ սև շուկայում կվաճառեն եւ հայտարարել ենք որ մեր շուկան դա վայրենի շուկա չի առաջի տարիների նման երբ մենք անկախացանք այլ դա սոցիալական շուկա է եթե սոցիալական շուկա է անպայման մենք պետք է մտածենք բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ այդ գների իջեցման մասին բոլոր դեպքերում եթե համոզված ենք ուսումնասիրությունները ցույց են տալիս որ առանձին մարդիկ այսինքն գործարաններ որոնք զբաղվում են գործարարությամբ շահույթ են ստանում առավելագույն շահույթ են ստանում պետք է կանխել դա եւ թող քիչ ստանան մի քիչ բայց բնակչությունը կարողանա նորմալ կանոնավոր կերպով ապրել խոսքս դրան է վերաբերում ոչ թե ընդհանրապես շուկայական հարաբերություններին դեմ ենք այլ շուկա պետք է իսկապես լինի կարգավորվող շուկա պետության միջամտությամբ սոցիալական թեկում ունեցող շուկա այդ առանձին մարդիկ նրանք պատգամավոր չեն հանրապետական Բարգավաճ Հայաստանի եւ այլն կան իհարկե նաեւ պատգամավորների մեջ այդ առանձին մարդկանցից բայց դա ինչ նշանակություն ուզում եմ ասեմ նրանք ձեր քաղաքական թիմից են դուք նրանց վրա ազդեցություն չունեք ոչ բոլորն են իհարկե մեր քաղաքական թիմից բայց
քանի որ դուք ասեցիք շուկա է, հաստորեն առայժմ քանի դեռ պետությունը չի միջամտել, բնական է որ պետք է ձգտեն առավելագույն շահույթ ստանալու եւ դա անում են։ Դրա համար էլ ես այդպիսի առաջարկ եմ անում, թեկուզ մեր թիմից լինեն կամ մի ուրիշ թիմից լինեն, թեկուզ ընդդիմությունից լինեն, բոլոր դեպքերում պիտի կարգավորի պետության միջամտությունն այստեղ անհրաժեշտ է համարվում։ Իսկ ինչպես է կվերաբերում են հանգամանքին։ Դե օրինակ հակամերանշնորհային, ասենք, օղի վաճառելու վերաբերյալ հակամերանշնորհային օրենքներ դուք դժվար թե կարողանաք ընդունեք, որտեղ օղի սարքողները բոլորը պատգամավոր են։ Այսինքն կոնֆլիկտ, շահերի կոնֆլիկտ է տեղի ունենում պետության եւ առանձին պատգամավորների միջեւ։ Արդյոք նրանք ընդհանրապես պիտի լինեն պատգամավոր թե չէ։ Միշտ էլ այդ շահերի բախումը արտացոլվել է ազգային ժողովի նիստերում։ Հիշում եք, երբ մենք ուզում ենք խստացնել քրեական օրենսդրությունը հարկերը չվճարողների նկատմամբ, ինչպես միավորվեցին ազգային ժողովի անդամ գործարարները եւ ինչպես ձախողեցին այդ օրենքի ընդունումը։ Եվ առաջարկում են այն ժամանակ, որ կիրառեք տնտեսական սանկցիաներ եւ ոչ թե կալանք եւ այլ ազատազրկում։ Իհարկե այսօր պետությունը վերջին հաշվով համոզվեց, որ դա ըստ ավելի ձեռնտու է եւ անցավ այդ քաղաքականությանը։ Ազգային ժողովում ունենք ուրեմն օրինագիծ, որը ընդունեցինք երկրորդ ընթերցման կարծեմ, որ ըստ որի մի շարք հոդվածներ, որոնք վերաբերում են տնտեսական կյանքին, յուրացումներ, հարկերի չվճարումներ, ապօրինի ձեռնարկատիրություն, ապօրինի սնանկացում եւ այլը, այս բոլորի համար ոչ թե ուրեմն ազատազրկում վերացնելով սահմանեցինք, որ եթե նրանք վերականգնում են պետությանը պատճառած վնասը, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից եւ կարծում եմ, որ սրանից մեր բյուջեն կշահի։ Բացի դրանից, միշտ էլ այդ հակասությունը պետք է լինի, բնական է, մասնավոր մարդը, որը շահույթ է ստանում, եւ պետությունը, որը ընդհանուրի բարօրության ու մի քիչ ճամարտակենք այդ ձևով, ընդհանուրի բարօրության համար պետք է մտածի, նրանց միջև միշտ էլ հակասություն կլինի, բայց բնական է, որ պետությունը պիտի կարողանա, որովհետեւ նրա ձեռքում են ամեն ինչը, եւ իշխանությունը, եւ բանակը, եւ ֆինանսները, եւ ամեն ինչը, պետք է կարողանա զսպել, կարգավորել այդ մարդկանց ախորժակը զսպել, այսպես կոչված, եւ իմ ասած միջամտությունը ցույց տա տարբեր հարցերում։ Արդյոք այդ խրախուսելով ներքին արտադրությունը, մեր հանրապետության ներքին արտադրությունը շատ կարևոր է, որպեսզի ուրեմն այն միջոցները, որոնք գնում են դուրս ապրանքներ ներկրելու համար, մնան հանրապետության ներսում եւ այստեղ նպաստեն արտադրության ընդլայնմանը, աշխատատեղերի ավելացմանը, որ մարդիկ նաեւ աշխատանք ունենան, որովհետեւ մարդը ամենավատ բանն է, որ երբ աշխատանք չի ունենում եւ չի կարողանում ապահովել իր ընտանիքի գոյությունը։ Այսօք այդ մարդիկ, հա, շահույթ ստացող մարդիկ չեն խախտում օրենքը դառնալով պատգամավոր, թե գործարարը ըստ օրենքի չպիտի դառնա պատգամավոր։ Այդ հարցը նույնպես շատ հին հարց է եւ ի սկզբանե, երբ որ 95 թվականին մենք սահմանադրությունը ընդունում ենք, այն ժամանակ դեռ խոսակցություններ գնացին այն մասին, որ պետք չէ ազգային ժողովում ուրեմն պատգամավորի անձեռնմխելիությունը բարձրացնել այդ աստիճանի, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելիս կամ նույնիսկ վարչական պատասխանատվության ենթարկելիս դատական կարգով եւ այլը պահանջվի ազգային ժողովի համաձայնությունը։ Բայց դժբախտաբար չանցավ այդ առաջարկը եւ սահմանության մեջ մտավ այդ պատգամավորի անձեռնմխելիությունը։ Այս սահմանության փոփոխությունների ընթացքում 2005 թվականին նորից հանձնաժողովներում, սահմանադրական հանձնաժողովում որ կոնկրետ ես առաջարկեցի վերացվի այդ արտոնությունները, այսինքն այն չափով վերացվի, որ պատգամավորը պատասխան չտա իր ունեցած ելույթների, իր զեկուցումների, մարդկանց քննադատելու, կոնկրետ մարմինների պետական պաշտոնատար անձանց քննադատելու եւ այլնի համար պատասխան չտա, բայց եթե նա քրեական հանցագործություն է կատարում, ապա չպահանջվի ազգային ժողովի համաձայնությունը, որպեսզի հեշտությամբ իրավապահ մարմինները, թե դատարանները եւ այլը կարողանան նրանց պատասխանատվության ենթարկել։ Դժբախտաբար այս անգամ էլ չանցավ դա եւ իմ կարծիքով հաջորդ փոփոխությունների ընթացքում, սահմանադրական հաջորդ փոփոխությունների ընթացքում այդ հարցը պետք է լուծվի, այսօր չի սպասվում, բայց 10-15 տարի հետո գուցեև սպասվի, տնտեսական, քաղաքական եւ այլ իրավիճակի փոփոխման հետ կապված, պետք է վերացնել այս տեսակի արտոնությունները պետք է վերացնել այն ժամանակ եւ ոչ մի ուրեմն
գործարար, խոշոր գործարար չի ձգտի մտնել ազգային ժողով, որովհետև այսօր բնական է մտնում են մի նպատակով ազգային ժողով դարձնել տանիք իրենց համար եւ ինչ գործողություններ որ կատարեն, թեւս տնտեսական ուղղություններով պատասխանատվությունից խուսափեն, այսինքն դժվար է այդ 131 հոգու համաձայնությունը վերցնելը եւ օգտվելով դրանից կարող իրենց համար տանիք ստեղծել ազգային ժողովում, բայց իմ կարծիքով դրա դեմն առնելու ձևերն էլ կան իհարկե, պետության ղեկավարը կարող է եւ կուսակցությունների ղեկավարները կարող են այդ քաղաքական կուսակցությունների ցուցակներում նրանց չընդգրկել ցուցակներում ընդգրկել ազգային ժողովի տեխնացուներ այնպիսի մարդկանց, որոնք ասենք տիրապետում են բազմատեսակ գիտելիքների, լինի դա տնտեսագետ, իրավաբան, թեկուզ լեզվաբան, թեկուզ ամեն մի մասնագիտությունից մարդիկ, որոնք իսկապես օրենսդրական գործունեությամբ զբաղվելու հմտություն եւ կարողություն ունենալ, որովհետեւ այսօր իսկապես գործարանները չեն զբաղվում այդ օրենսդրական գործունեությամբ ընդդուք չեն զբաղվում, իհարկե չնչին բացառություններով, եւ այդ գործարանները դրանից չեն դժի, ընդհակառակ իրենց կզբաղվեն իրենց այդ գործարարությամբ ավելի մեծ եկամուտներ կապահովեն իրենց համար, որովհետեւ ամբողջ օրը, ամբողջ ժամանակը կնվիրեն դրան եւ մյուս կողմից էլ նրանք կարող են ստեղծել թիմեր, ամբողջ աշխարհում թույլատրվում է ազգային ժողովներում, պարլամենտներում, մերն է ազգային ժողով, պարլամենտներում ուրեմն զբաղվել լոբինգով։ Եթե նրանք ունենան խմբեր, մարդկանց խմբեր, որոնք բայց գիտակ քաջատեղյակ մարդկանց օրենսդրական գործունեությամբ զբաղվող մարդկանց խմբեր պարլամենտում կարող են նրանց միջոցով իրենց լոբինգ անել քաղաքականությունը, իրենց տնտեսական գործարարությունը ապահովել հարկային եւ այլ մաքսային բազմաթիվ ուրեմն օրենսդրության բազմաթիվ ճյուղերում ապահովել նաեւ իրենց շահերի պաշտպանությունը, բայց իրենք կզբաղվեն իրենց գործով։ Դուք ասում եք 131 հոգու համաձայնությունը դժվար է ստանալ, բայց երբ որ պետք է, երբ որ դա ընդդիմության ներկայացուցիչը հեշտությամբ ստանում են իշխանությունը այդ 131 հոգու համաձայնությունը, եթե հիշում եք, օրինակի համար Խաչատուր Սուքիասյանը վերցնենք։ Մինչ այդ մի դեպքեր եղել կապված Վանո Սիրադարյանի հետ, մի անգամ, երկու անգամ մերժվել էր, վերջապես մի անգամ համաձայնությունը տվել էին էլ ոչ բոլորը։ Ավելի մոտ ժամանակներս ավելի ուշ երբ ուրեմն գլխավոր դատախազը ներկայացրեց Խաչատուր Սուքիասյանին եւ Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին, չէ՞։ Եվ Միասնիկ Մալխասյանին։ Եվ Միասնիկ Մալխասյանը Սուքու այն ժամանակ տրվեց այդ համաձայնությունը, որտեղ գլխավոր դատախազի ներկայացմանը համապատասխան իբր նրանք կատարել էին, ես ճիշտն ասած դա գործի քննությամբ պետք է ապացուցվեր հետագայում, կատարել էին այնպիսի հանցագործություններ, որոնց համար պետք էր նախնական կալանքի։ Այսինքն դուք կարծում եք, որ նրանք հանցագործն են։ Ինչու՞ ոչ։ Մենք դրանով այդ համաձայնություն տալով միայն թույլ տվեցինք, որպեսզի քննչական մարմինները, դատախազության մարմինները հատուկ քննչական ծառայությունը կարողանա կատարել գործի քննությունը եւ բացահայտել ճշմարտությունը այս առումով։ Իսկ թե նրանք կատարել են դրանք, թե չեն կատարել եւ այլն, դա պետք է պարզեր հատուկ քննչական ծառայությունը գործի քննության ընթացքում եւ արվեց։ Խաչատուր Սուքիասյանի գործը իդեպ կարճվեց ապացույցների բացակայության պատճառով, այսինքն ապացուցվեց, որ նա հանցագործ չի, հա? Այսինքն դուք սխալ եք արել, որ նրան բռնել տվեցիք։ Մենք չենք նրան բռնել տվել կամ բռնել, այլ հնարավորություն ենք տվել, որ ասեցի, իրավապահ մարմինները կարողանան գործի քննություն կատարել։ Եթե նրանք սխալներ են կատարել գործի քննության ժամանակ, անմեղ մարդուն այդքան ժամանակ նստացրել են եւ այլն, ազատազրկել են, ապա իրավունք ունի ցանկացած անձ, այդ թվում Խաչատուր Սուքիասյանը, վնասների հատուցում պահանջել, արդարացում ստացավ արդեն այդ որոշմամբ, վնասների հատուցում նույնպես կարող էր նա պահանջել, դա օրենսդրությամբ, մեր օրենսդրությամբ նախատեսված է։ Դուք ասացիք, որ հանրապետության ղեկավարը եւ կուսակցությունների ղեկավարները պարզապես չպիտի ընդգրկեն օլիգարխներին իրենց ցուցակում, այսինքն բարի կամքից է կախված, հա, եւ ոչ թե օրենքի մեխանիզմից։ Օրենքը կուսակցություններին թույլ է տալիս
ոչ միայն իրենց կուսակցության անդամներին մտցնել այդ ցուցակների մեջ, այլ նույնիսկ ոչ իրենց կուսակցության անդամ հանդիսացող անձանց։ Այսինքն կուսակցությունները նրանց քաղաքական ղեկավարությունը ընտրության հնարավորություն ունեն, ինչպես իրենց անդամներից, այնպես էլ այնպիսի մասնագետներից, որոնց մասին մենք խոսեցինք, մտցնել ցուցակների մեջ եւ գոնե յուրաքանչյուր քաղաքական ուժի ցուցակում լինի մի 5 հոգի, գոնե այդ բոլորը միասին մոտավորապես կկազմեն մի 30 հոգի, որոնք իսկապես ազգային ժողովում աշխատելու, ստեղծագործելու եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն ունեն։ Այս բանը ես ասել եմ շատ վաղուց, բայց մինչեւ այսօր։ Այսինքն խնդրում եմ ինձ կողմնորոշեք որպես իրավաբան, եթե մարդը զբաղվում է գործարարությամբ, լինելով պատգամավոր, նա խախտում է օրենքը, թե չի խախտում։ Լինելով պատգամավոր զբաղվում է գործարարությամբ, իհարկե խախտում է։ Մենք հատուկ նորմ ունենք սահմանության մեջ, որտեղ ասված է, որ պատգամավորը իրավունք չունի զբաղվել գործարարությամբ հատուկ, ձեռնարկատիրական գործունեությամբ հատուկ նշված է։ Եվ այլ աշխատանքներով, վճարովի այլ աշխատանքներով, բացի ստեղծագործական, մանկավարժական գործունեությունից։ Հետևաբար պատգամավորը կարող է լինել միայն պատգամավոր եւ կարող է միայն զբաղվել, ասենք, դաս տալով կամ բանաստեղծություններ գրելով կամ նկար անելով եւ այլ ստեղծագործական եւ մանկավարժական աշխատանքով։ Եվ մի ժամանակ, եթե հիշում եք, չգիտեմ, հիշում եք թե ոչ, Արտադրության նախարարը այն ժամանակվա պարոն Հարությունյանը բերել էր մի օրինագիծ, որտեղ թույլ էր տալիս ըստ այդ օրինագծի իմաստի, որ դատավորը զբաղվի բացի դատավորությունից նաեւ ուրիշ գործունեությամբ։ Ասենք օրենքները մշակի, հրատարակի, եկամուտ եւ այլն, որին խիստ դեմ կանգնեցին մենք պետայրավական հանձնաժողովում եւ այդ օրենքի ձախողվեց, չընդունվեց ազգային ժողովում։ Հիմա ասենք Սամվել Ալեքսանյանը կամ Տիգրան Արզականյանը, նրանք բանաստեղծություններ են գրում, թե նրանք զբաղվում են գործարարությամբ։ Նրանք գործարարներ են, բոլորը գիտեն։ Այսինքն նրանք խախտում են օրենքը։ Գաղտնիք չէ, եթե անձամբ իրենց անունից են կատարում այդ գործարարությունը, գործարարներ կնքում եւ այլն, անպայման խախտում։ Իսկ եթե զոքանչի իսկ եթե մենք ունենք օրենք նաեւ, որ կարելի է մարդը չի կարելի մարդուն ընդհանրապես զրկել սեփականության իրավունքից, բայց նա պարտավոր է, եթե դեպուտատ է, եթե պատգամավոր է, պարտավոր է իրեն ունեցվածքը հավատարմագրային կառավարման հանձնել այլ անձան։ Ասենք Սուքիասյանը հենց առաջինն էր, որ այդ օրենքը ընդունելուց հետո այդ մասին անմիջապես ինքը հրամանով ուրիշին նշանակեց իր ձեռնարկությունների ղեկավար, հիմա թե հետո ինքը զբաղվեց գործարարությամբ, թե չզբաղվեց, դա շատ դժվար հարց է իհարկե պարզելը, բայց մենք ունենք բոլոր խոչընդոտները ստեղծել ենք, բոլոր օրենսդրական հիմքերը ստեղծել ենք, որպեսզի գործարարը չզբաղվի, պատգամավորը չզբաղվի գործարարությամբ, բայց դժբախտաբար դեռևս շարունակվելու դեպքեր իհարկե կան։ Վերջերս կառավարության նախաձեռնությամբ ստեղծվել է կամ ստեղծվելու է, չգիտեմ, էթիկայի հանձնաժողով, որը հետևելու է հենց այդ խնդիրներին նաեւ, հա, եւ պատգամավորներին, եւ նախարարներին, եւ այլ պաշտոնատար անձանք։ Ինչ վիճակում է այս խնդիրը։ Դուք պիտի օրենք ընդունեք, թե երկու ընթերցմամբ ընդունեցինք մենք։ Եթե չեմ սխալվում, երկրորդ ընթերցմամբ էլ ընդունեցինք ընթերցմամբ, բայց սա այն օրենք է, նոր օրենք, որը երրորդ ընթերցմամբ նույնպես պիտի ընդունվեր։ Այն արտահերթ նիստերի ընթացքում ես չեմ կարողանում հիշել, թե որովհետև արտահերթ նիստերի ընթացքում երրորդ ընթերցման այդքան ուշադրություն չենք դարձնում, զուտ խմբագրական միայն դիտողություններ կարելի անել, բայց երկրորդ ընթերցմամբ մենք ընդունել ենք։ Եվ այդ օրենքը եթե կիրառվի, բայց իսկապես կիրառվի, ոչ թե մնա թղթի վրա, ապա կկանխվի նաև ձեր ասածը, այսինքն պատգամավորները գործարարությամբ զբաղվել, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել չեն կարող։ Ըստ ձեզ ով պետք է մտնի այդ էթիկայի հանձնաժողովի մեջ, որտեղից վերցնենք այդքան անկախ մարդիկ, որոնք ոչ մի ազդեցության չեն ենթարկվելու, ոչ մի նախարարի, ոչ մի պատգամավորի կողմից։ Դժվար է ասել, մեր ղեկավարները երևի կգտնեն այդպիսի մարդիկ եւ կնշանակեն այդ հանձնաժողովի կազմում, որովհետև քաղաքական ուժերն էլ իրավունք ունեն մասնակցելու այդ process-ին, հանրապետության նախագահն էլ, կառավարությունն էլ, մի խոսքով ամեն մեկը իր կողմից այնպիսի մարդու պետք է առաջադրի, դա է իդեան, գաղափարը օրենքի, որը անկաշառ է
օբյեկտիվ է եւ պետք է կարողանա հսկել այդ 500 հոգու գործունեության վրա։ Փոքր ինչ փոխելով թեման, վերջի հարցերի խումբը վերաբերում է չարչարկված մի քիչ հարցին, երկխոսությանը։ Անդիմությունը առաջարկում է երկխոսություն մեկ թեմայով՝ արտահերթ ընտրություններ, նախագահական եւ խորհրդական։ Դուք մերժում եք այդ առաջարկը եւ ասում եք այդ հարցով մենք չենք երկխոսելու։ Դա փակուղի չի արդյոք։ Ոչ, որովհետեւ բացի այդ հարցից բազմաթիվ հարցեր կան, որոնց շուրջը արդեն սկսված է իմիջիալոց երկխոսությունը ոչ թե նոր սկսվի։ Այդ երկխոսությունը այդ ձևով չէ։ Հենց այն, որ հասարակական կարծիք ստեղծվեց ընդդիմություն պահանջով եւ վերախորհրդի տարբեր կառույցների օրդորներով, ընդդիմության օրդորներով եւ այլն, ամնիստիա, այսինքն համաներում կիրառվեց հանրապետության նախագահի կողմից։ Դա հենց այդ երկխոսության առաջին արդյունքներից մեկն էր։ Այնուհետև կա հանրային խորհուրդ, ինչպես գիտեք, նախագահինքից, որը բազմաթիվ հարցերով ամեն անգամ քննարկում եւ նախագահային առաջարկություններ է ներկայացնում տնտեսական կամ հասարակական այս կամ այն բնագավառի հարցերը կարգավորելու։ Դա հեղինակավոր մարմին է, ըստ իս դա քանի գնում ավելի է դրա հեղինակությունը բարձրանում, որովհետեւ այնտեղ իհարկե հավաքված են փորձ ունեցող, կենսափորձ ունեցող լուրջ մարդիկ, մասնագետներ նաև այս կամ այն բնագավառի։ Եվ այո, օրինակ հասարակական կազմակերպությունների մասին կառավարությունը օրենք էր բերել, որտեղ փաստորեն խստացվում էր նրանց նկատմամբ հսկողությունը, փաստորեն հասարակական կազմակերպությունները զրկվում էին ազատությունից եւ ավելի ուրեմն նրանց իրավունքները սահմանափակվում էին օտարերկրյա գրանտներ ստանալու, չգիտեմ, օգտագործելու հաշվետվությունների կազմակերպման, անպայման թերթերում 1000 տպականակով ուրեմն պետք է լույս տեսներ նրանց ֆինանսական հաշվետվությունը եւ այլ դժվարություններ, որոնք սահմանափակում էին հասարակական կազմակերպությունների իրավունք։ Մենք բազմաթիվ 3 անգամ լսումներ կազմակերպեցինք ազգային ժողովում, վերջում, իհարկե վերջում, միշտ մեր հանձնաժողովը կարողացավ դիմադրել այդ օրինագծին եւ փոփոխել տալ, ստիպել որ փոփոխի արտադրության նախարարությունը, բայց վերջում էլի միայն մեր ջանքերը չբավականացրին եւ այդ հանրային խորհրդի միջամտությամբ եւ ազգային ժողովի նախագահային մեծ գրություն էին ուղարկել հանրապետության նախագահային եւ այլը, փաստորեն այդ օրենքը մինչև այսօր էլ չի դրվում քննարկման եւ չի էլ դրվի մինչև չփոխվի կառավարության կողմից նշանակություն ունի։ Դուք դա տեսնում եք որպես երկխոսության դրսևորում, որ հասարակական կազմակերպություն որպես հանրային խորհրդի կողմից ինչ որ գործերի անել եմ տեսնում։ Իսկ երկխոսությունը, բա ասեցի առաջի արդյունքը որն էր, հիմա շուտով ընտրություններ են գալու, մի 6-7 ամիս է ընդամենը մնացել այդ ընտրություններին, կարելի է երկխոսությունը շարունակել ընտրությունների օբյեկտիվությունը, թափանցիկությունը ապահովելու նպատակով։ Այսինքն բոլոր քաղաքական ուժերը կարող են ներկայացնել ընտրել մի հանձնաժողով ստեղծել, գլոբալ մեծ հանձնաժողով, որը կարողանա ընտրությունների ժամանակ բացի նախ քարոզչության ժամանակ, իսկ այնուհետև ընտրությունների ժամանակ հսկել ընտրությունների օբյեկտիվության վրա եւ ծախսումների վրա, որ համաչափ բոլորը հավասար ծախսեն եւ հեռուստատեսությամբ ռադիոյով տրամադրվող ժամանակների վրա եւ ընտրության բուն ընթացքին հետևելու վրա, մանավանդ որ մենք ընտրական օրենսգիրքը իսկապես բարելավեցինք շատ։ Եթե ընտրական օրենսգիրքը պատրաստ է, էլ ինչ եք երկխոսելու, եթե արդեն չեք ուզում փոխեք այդ ընտրական օրենսգիրքը։ Հսկելու process-ի մասին ենք երկխոսելու, մանավանդ որ այնտեղ մի հոդված ենք ավելացրել վերջում հայ հեղափոխական դաշնակցության, ուրեմն դաշնակցությունը պահանջում էր, որ ընտրողների ցուցակները կախվեն անմիջապես ընտրական տեղամասերում։ Դա իհարկե չլուծվեց, որովհետև Վենետիկյան հանձնաժողովը դրան դեմ կանգնեց, ասելով, որ գաղտնի է, մարդը չի ուզում իր անհասկանալը հրապարակել, որպես գնացել է թե ոչ, բայց դրա փոխարեն ընդունեց մի ուրիշ բան, որ ընդդիմությունը ներկայացուցիչները կարող են մեկական ներկայացուցիչ նստեցնել այդ քվեաթերթիկ տվողի եւ քվեաթերթիկի դեմը ստորագրողի մեջտեղում, որպեսզի հսկի որևէ ավելորդ մարդ, որը գրանցված չի, անձնագիրը չի ներկայացնում կամ ուրիշի անձնագիրը ներկայացնում եւ այլը, չմտնի այդ ցուցակի մեջ, չստանա քվեաթերթիկ։ Սա շատ կարեւոր բան է եւ եթե ընդդիմությունը այսօր կարողանա մյուս քաղաքական ուժերի հետ
միասին համաձայնության գալ եւ իրականացնել այդ հսկողությունը, այս անգամ ընտրությունները շատ ավելի առաջավոր կլինեն, չեմ ասում խախտումներ չեն լինի, ամբողջ աշխարհում լինում են խախտումներ այս կամ այն ձևով, այստեղ էլ կարող է լինել, բայց էական նշանակություն ունենալ դրանք չեն կարող։ Անդիմության ներկայացուցիչը նստած էր 95 թվականից նստած էր, իսկ հիմա նստած է, իսկ հիմա արտահերթ ընտրություններ պահանջելը չի բխում ոչ մեր սահմանադրությունից, ոչ էլ այսօրվա ստեղծված իրավիճակից։ Սահմանության մեջ այդպիսի կետեր չկան։ Ինչի համար պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Լավ, դա մի կողմից թողնենք։ Անդիմության ներկայացուցիչը նստած է ընտրությունների ժամանակ։ Լցվում են այդ տեղամաս սափրագլխները, հաստավիզները, տիկնապահները, այդ անդիմության ներկայացուցիչին դուրս են շպրտում, միլիցիան ոստիկանությունը բացարձակապես չի օգնում եւ նրանք անց են կացնում այնպես ինչպես ասում, որ պետք է կուսակցությունները քաղաքական ղեկավարությունը երկրի կան համաձայնության երկխոսության միջոցով, որպեսզի ապահովեն ընտրությունների անվտանգությունը, այսինքն այդ միլիցիան որ ձայն չի անում ասում, ձայն հանի, այդ միլիցիան ավելի շատացվի նրանց ներկայացնե ընտրական տեղամասի դրսում, իհարկե ոչ թե ներսում, որ կոնֆլիկտներ ցակելիս, այդպիսի դեպքեր լինելիս, անմիջապես կանխեն, իսկ եթե մեկ միլիցիոներ միայն ընտրական տեղամասում է եւ խմբով գալիս են խախտում են եւ այլը, բնական է որ այդ մեկ միլիցիաները իրենց կողմից նրանց ձեռքերն է կբռնեն եւ ոչինչ չի կարող անել։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Պետրոսյան, ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, Ռաֆիկ Պետրոսյանն էր իմ զրուցակիցը, վաղը մենք բնականաբար նորից կհանդիպենք, տեսություն։